այդ մասին ասել եմ, արդեն հոգնել եմ։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներում աշխատանքը ձեզ դուր չի գալիս։ Տիգրան Ավինյանը։ Ինչու։ Չեմ կարող ասել։ Օրինակ, չէ։ Չեմ ասել, ոչ մի բան չեմ ասել։ Թող ինչ գործ արելա քննեն։ Քաղաքապետարանի աշխատանքները քննեն, դենան ոնց են տները բաշխում, օրինակ ներսի հանրակացարանները ոնց են տները տալի, թող ստուգեն լրիվ, դենան ինչը ինչի։ Այսինքն անօրինական ինչ-որ գործընթացներ։ Այնքան անօրինական բաներ կան դեր, այնքան անօրինական, մարդը տանը 6 հոգի են, տղա, աղջիկ, աղբեր, աղբորկին, սաղ էլ տուն են ստացել, բայց են 5 երեխատեր, բազմազավակը գոմիկի մեջ է ապրում, հանել են նստացրել, ես քանի տարի է, ինչ ասես։ Եթե առիթ ունենայիք հանդիպելու Տիգրան Ավինյանին, ինչ կասեիք։ Տիգրան Ավինյանին հանդիպել եմ, իմ հարցով էր, փաստաթղթերը տվել եմ իրան, ամուսնուս ասեց, հա, հայրիկ ջան, չմտածես, ես ամեն ինչը կքննեմ ու պատասխան կտամ, միջև որը պատասխանա տալի, իրան խոսքերից ամուսինս մահացավ, ինսուլտ ստացավ հիվանդանոցում էլ մահացավ։ Իրան ասել եմ, որ ասմա քանդեք, եկ անգամ էքսկավատորով դրից ծանցեք, որ ալիքից եք դու։ Առաջի ալիքն եկել, առաջինից, հետո Ծառուկյանի ալիքից շատ ալիքներին եմ ասել, Տիգրան Ավինյանին ենք հանդիպել, որ այգին բացվում էր, ինչի այգին, Մերգելյանի ինստիտուտի, տերներ իրան ենք տվել, ասեց հայրիկ ջան, ես ինքս կխրնեմ, ինչի, պատասխանը կտամ, միջև որս պատասխանը տալեմ։ 16 քառակուսին մի փողը տվել է 2 սենյակ, ստացել 88.5 քառակուս ունել ասում 2 սենյակ։ Տենց էլ օդից կախված ամնում ոչ էլ տալիս է, թե երբ կլինի աստված գիտի։ Դրանի ավել ինչ ասել։